Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում տեղացել է մայիսյան ամենաառաջությունը վերջին 100 տարվա ընթացքում։ Ծառերի տապալման պատճառով վնասվել են մի քանի տասնյակ մեքենաներ, շուրջ 30,000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից, կտրվել են էլեկտրահաղորդման գծեր, շարքից դուրս է եկել 4400 տրանսֆորմատային ենթակայան։ Վերջին 36 ժամում Մոսկվայի մարզում տեղացել է շուրջ 43 մմ տեղում, ինչը կազմում է ամսական նորմայի մոտ 70%։ Ավելի քան 26,000 մարդ մնացել է առանց էլեկտրականության, ձյան ծանրությունից, ծառերի և էլեկտրագծերի վնասման հետևանքով։ Ձյան կուտակումները հանգեցրել են տրանսպորտային խցանումների և ծառերի փլուզման դեպքերի։ Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունը խորհուրդ է տվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին զգույշ լինել։ Վարորդներին հորդորվում է դանդաղեցնել արագությունը, մեծացնել առջևից ընթացող մեքենաներից հեռավորությունը և խուսափել հանկարծակի մանրևներից։ Բացի այդ, խորհուրդ է տրվում մեքենաները կայանել ծառերից և թույլ ամրացած կառույցներից հեռու։